Ձմռան վերջին օրերին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ էին, որոշ հատվածներում սաստիկ բուք եւ ցածր տեսանելիություն։ Միջպետական եւ հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ տևական ժամանակ փակ էին տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքում առատ տեղումները եղել են 27-ին, 28-ին, ժամանակավորապես ճանապարհը կցորդիչների համար փակ է եղել։ Ժամանակ առ ժամանակ ամսի 27-ին նաեւ Գորայք Սարավան հատվածում մարդատարների համար սահմանափակվի երթևեկությունը ու ճանապարհային դեպարտամենտի բարեկային ծառայության ուղեկցությամբ մեքենաները դեպի Վայք եւ դեպի Սիսիան ուղղորդվել են։ Ժամանակ առ ժամանակ սահմանափակվել է կցորդով մեքենաների երթևեկությունը, բայց երկար չի տևել։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները օպերատիվ իրականացրել են ավտոճանապարհների մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ։ Մարդատարների համար 2-3 ժամ է խոչընդոտվել, բայց այն էլ ոչ ամբողջությամբ, էլի ուղեկցությամբ շարժի եղել է միշտ։ Այս պայն բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի։ Եթե վերլուծենք փետրվարի տվյալները, կարող ենք նշել, որ այն եղել է բավականին տաք եւ տեղումներով հագեցած, հաղորդում են հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։ Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում, այդ թվում նաև Սյունիքի մարզում, եղել է բարձր նորմայից մոտ 4-ից 6 աստիճանով օդի ջերմաստիճանը, իսկ տեղումների քանակը գերազանցել է բազմամյա արժեքները, կազմելով նորմայի մոտ 200-ից 250%։ Ամսվա վերջին դրությամբ հանրապետության բոլոր լեռնային եւ նախալեռնային շրջաններում արկա է կանձնած ծածկույթ, Արարատյան դաշտում, Սյունիքի, Տավուշի եւ Վայոց-Ձորի հովտային շրջաններում ձյան ծածկը բացակայում է։ Ըստ կանխատեսման մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա նախորդ տարի օդի օրական միջին ջերմաստիճանը մարտ ամսին, այսինքն 2025 թվականին բարձր է եղել նորմայից 1-ից 3 աստիճանով, իսկ տեղումների քանակը եղել է եւ կազմել է նորմայի 80-ից 100%։ Տեղ-տեղ, այդ թվում նաեւ Սյունիքում, անգամ նորմայից ցածր է եղել եւ Սյունիքի հովտային շրջաններում կազմել է նորմայի 10%, նախալեռնային շրջաններում 15-ից 20%։ Մարտի 3-ին, 4-ին եւ 6-ին Սյունիքի մարզում կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 5-ին 7-ից 3-ը սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաներում ձյան, հովտային շրջաներում ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության մյուս շրջաներում այս պատկերը հիմնականում չի տարբերվի։ Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-ից 5 աստիճանով, իսկ մարտի 3-ից 4-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվեն բուք, ցածր տեսանելիություն։ Վարորդներին խորհուրդ է տրվում լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Աննա Մելքումյան, Սյունիք, լուրեր։